Հայկական եւ հայաստանյան շունչը Լիբանանի մայրաքաղաքում, խոսքը Բեյրութում Հայաստանի մշակութային օրերի մասին չէ, որովհետեւ սփյուռքահայության ամենագլխավոր կռվանում Լիբանանում ստեղծագործող մեր հայրենակիցների համար յուրաքանչյուր րոպեն է հայկական։ Այստեղ պատրաստվում են նախագահ Միշել Սլեյմանի Հայաստան պաշտոնական այցին։ Ակնկալիքները մեծ են, հատկապես երկկողմ տնտեսական ու քաղաքական կապերի առավել խորացման ու նոր վերելքի առումով։ Անտիլիասի մայրավանքից Մեծիտան Կիլիկիո կաթողիկոս նորնում եւ ողջունում է ցեղասպանության ժառանգներին ապաստան տված երկրի նախագահի այցը հայության հայրենիք։ Ցեղասպանութենեն հետո մենք մեր համայնքային կյանքը գազմագերբեցինք, վերագազմագերբեցինք, աշխուժացուցինք Լիբանանի մեջ։ Եվ Լիբանանի հայությունը դարձավ սիրտը սփյուռքի հայության։ Այս իրողութենը մեկնած Լիբանանի նախագահային այցելությունը մեկ կողմեն ավելի պիտի խորացնե Հայաստան սփյուռք Լիբանան գործակցությունը նոր երանց պիտի դա նոր մղում պիտի դա հայ համայնքին ներքին կյանքին ու անոր մասնակցության լիբանանյան կյանքին եւ մասնավորապես տնտեսական ու քաղաքական հարաբերությունները երկու երկրներու միջև ավելի պիտի զարգացնե, ինչ որ ես կնկատեմ շատ անհրաժեշտ։ Լիբանանը հարակից է արևմտա Հայաստանին, նաև այդ պատճառով էլ հայությունն այստեղ ամուր է կարճած հայրենատիրության օրինական պահանջին։ Ցեղասպանության ոգեկոչման 100-ամյակի շեմին ենք։ Թուրքիայի վարչապետին վերջերս հացեագրված Արամ առաջին վեհապարի նամակն այս առումով կարևոր է։ Ճանաչումից հատուցում, անհրաժեշտ է հայկական պահանջատիրությունը պահել հայկական եւ միջազգային օրակարգում։ 100-ամյակը մեզի համար միայն մեր նահատակներու հիշադակը բանձացնելու հիշելու արիթմը պետք չէ լա այլ նաև ու մանավանդ հիշեցնելու ցեղասպանին մեր շրջապատին միջազգային համայնքին որ 1.5 միլիոն հայեր չարթված են մեր ինչկերը ասկաբատական եկեղեցաբատական կալվածները գրաված են հետևաբար ժամանակն է որ ճանաչում է անտին մենք երթանք եւ լրջորեն մտածենք եւ կորզնական քայլերու թիմենք հադուցման գծով եւ այս ուղղությամբ ես կհավատամ որ Հայաստանի պետությունը անելիք ունի եւ սփյուռքը անելիք ունի սակայն մենք պետք է այնպես կազմակերպվենք որ ներթաշնակվին մեր աշխատանքները Հայաստանը որպես պետություն սփյուռքը որպես արդյունք ցեղասպանության Վեհապար հայրապետը չի անտեսում Թուրքիայի հարաճունդերը տարածաշրջանում։ Իր նեո-օսմանական քաղաքականությամբ Թուրքիան փորձում է լրացնել ուժերի հավասարակշռության բացը։ Թուրքերն այս առումով արդեն իսկ մտել են լիբանանյան մշակութային դաշտ, որտեղ էլ հանդիպում են հայության համարժեք արձագանքին։ Հայ բարեգործներն ու Հայաստան պետությունն իրենց բարոյական պարտքն են վերադարձնում լիբանանցի բարեկամ ժողովրդին։ Վերջերս կրթության եւ գիտության նախարարի Բեյրութ այցի շրջանակում ստորագրվեցին պայմանագրեր, որոնք միտված են փոխգործակցության առավել զարգացմանը։ Մեր պետությունն էլ 120 լաբորատորիա է նվիրել լիբանանյան դպրոցներին։ Տոնական մթնոլորտ է Բեյրութի Բուրչամութ թաղամասում, լիբանանահայ մամուլի հրետանին պատրաստվում է ծննդյան 85-ամյակին։ Հոբելյանական տարեդարձին ընթառաջ ազդագորաթերթ նստացավ թանկ նվեր, բառիս բուն եւ փոխաբերական իմաստով։ Եռագույն ֆոնդի հիմնադիր Երջոն Սամուելյանի ջանքերով նորոգվեց թերթի տպարանը, օժտվեց նոր տպագրական մեքենաներով, որոնք հայակերպման ու հայապահպանության առաքելությունը մեծ պատասխանատվությամբ իրականացնող ազդակին հնարավորություն տվեցին գունավոր դիմավորել 23911-րդ համարի ծննդոցը։ Եվ հակառակ տպագիր մամուլին սպառնացող բազմաթիվ դժվարություններին ազդակը պատրաստ է գնալ մարտահրավերներին ընթառաջ եւ իր շուրջ 4000 տպաքանակով ավելի լայն շրջանակներ ընդգրկել իր լրատվական ու քարոզչական տիրույթում։ Խմբագրապետ Շահան Գանտահարյանը վստահ է, այդ առաքելությունն իրականություն չի կարող դառնալ առանց ազդակի ընտանիքի հարյուրավոր երախտավորների Լիբանանից մինչև Ամերիկա, մինչև Կանադա եւ Հայաստան։ Տաշնակցության եթունական գոմիներու եւ աստագի աշխատակազմերու հավաքական նվիրածությունը իգադար չեր ածվեր, եթե մեր գողքին չունենայինք այս գործին հավատացող հայ մամուլի ներկա դժվարությունները հաղթահարելու մեր բայկարի մեջ մեզի միջոցներ դրամատրող մեր սեփական խմբակրական, մեր սեփական սրահին եւ այժմ մեր սեփական վերանորոգված դպարանին առաջադրանքները իրականացնող հիմնադրամներ
նվիրատուներ, ֆոնդեր, որոնք ինչպես միշտ այս երազի իրագործման համար եւս հայտնվեցան մեր կողքին։ Մեր թերթի արձանագրած առաջընթացը չէր բրիբեր նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահային ուշադրությունն, որ անոր Հոպելյանին առիթով նյութական բարգեւով սադար կգանքներ անոր համահայկական առաքելության իրականացման աշխատանքներուն։ Հավասարակշռված, լայնախոհ, բայց եւ առաջին հերթին հայակենտրոն։ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանն էլ այսպես է բնութագրում ազդակի տասնամյակների վաստակը, որը մեծ դրոշմ է թողել գիտակից եւ գաղափարական սերունդներ պատրաստելու գործում։ Մենք չենք կարող պատկերացնել գաղափարական գիտակից սփյուռքը առանց գաղափարական մամուլի։ Եվ երբ մեր սփյուռքը կերտող սերունդը ձևավորում էր հայտնի եռանկյունին, հայ կենտրոն, եկեղեցի դպրոց, այդ եռանկյունու հենքային մասում դրվում էր հայ մամուլը։ Ազդակ օրաթերթի կարևորության ու ընդհանրապես Լիբանանում հայկական մամուլի առանձնահատուկ դերի մասին է վկայում նաև Լիբանանի նախագահը։ Միշել Սլեյմանն ընդգծում է, հայկական մամուլն այստեղ նախորդել է տարածաշրջանի արաբական թերթերին։ Հատկանշական է բզմմարում 1794 թվականին հրատարակված առաջին կրոնական գրքույկը մեր առաքելությունը վերտառությամբ, որը ձեռագիր էր, հրատարակվել էր արաբերենով եւ տարածվել Լիբանանում ու որոշ արաբական երկրներում։ Իսկ նոր ժամանակներում հայկական տպագիր մամուլը սկսեց հրատարակվել 1924 թվականին։ Աբրահամ Գասպարյան, Արման Ղարիբյան, Առաջին լրատվական, Բեյրութ, Լիբանան։